Տիկնայք եւ պարոնայք, սա մեդիագրագիտության հարթակն է, ողջույն, եթե դուք ասել եք այստեղ ենթադրվում է, որ գործիքակազմն եւ ուղեցույցը արդեն ուսումնասիրել եք, եթե չեք վարվել այդպես, խորհուրդ եմ տալիս անպայման անցնել տեսագրության տակ տեղադրված հղումով, շարունակում ենք մեդիագրագիտության մասին էքսպերտային զրույցների շարքը, Սեդա Մուրադյան, հանրային լրագրության ակումբի նախագահ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կուզեի գիտեք ինչից սկսենք, մի բանից, որը ինձ իսկապես շատ զարմացրել եւ ուրախացրել է, մեդիագրագիտություն ամենափոքրիկների համար։ Խնդրեմ երկու բառով պատմեք ինչի մասին է սա, հետո կասեմ։ Մեդիագրագիտությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար, այսինքն 5-6 տարեկան երեխաների համար, ինչպես գաղափարն առաջացավ 2020 թվականի կոവിഡ്ի համաճարակի եւ լոկդաունի ժամանակ ես ինքս ծնող լինելով հանդերձ տանն էի եւ աշխատանքի ծավալը բազմապատկվել էր մի քանի անգամ, տանը ունեի փոքրիկ երեխա նախադպրոցական եւ ինքս դժվարանում էի եւ աշխատանքը անել եւ իրենց զբաղեցնել եւ նա սկսեց ավելի հաճախ, ավելի շատ օգտագործել թվային սարքեր։ Այդ ժամանակ հենց առաջացավ այդ գաղափարը, որ մեդիագրագիտության ուսուցման տարիքային շեմը պետք է իջեցնել։ Մենք պետք է սկսենք առաջարկել մանկավարժներին, դաստիարակներին եւ ընդհանրապես նախադպրոցական կրթության մասնագետներին ռեսուրսներ ու մոտեցումներ երեխաների հետ աշխատելու, որպեսզի նրանց քննադատական մտածողությունը ավելի վաղ տարիքից սկսի զարգանալ եւ նաեւ մեդիագրագիտության հմտությունները, հասկացությունները երեխաներին հասանելի լեզվով կարողանանք մատուցել։ Կարմիր գլխարկը գողանում է տատիկի վայբերը, հա, այդպես է դեպքը։ Մոտավորապես ինչ արեցինք մենք, որովհետև առանձնապես շատ դաշտել չունեինք այստեղ աշխատելու, սկսեցինք ուսումնասիրել միջազգային փորձը։ Այնպես չէր, որ միջազգային մեծ փորձ կար, եւ կարելի է ասել, որ Հայաստանը բավականին առաջադեմ է այդ առումով, հենց 20 թվականից սկսեցինք արդեն իսկ ուսումնասիրել ու նաև ռեսուրսների վրա աշխատել։ Գտանք ամերիկյան, անգլիական, մանկական գրքեր, որոնք հենց թվային գրագիտության, մեդիագրագիտության մասին էին, հեքիաթներ։ Գնեցինք այդ հեքիաթների գրքերի հեղինակային իրավունքը եւ թարգմանության իրավունքը, դրանք ադապտացրեցինք, թարգմանեցինք հայերեն, ինչպես նաեւ ուսումնասիրեցինք մանկավարժների կարիքները ու արկա նյութերը, մեր նախադպրոցական կրթական նյութերը, որոնց վրա նույնպես կարելի էր աշխատել եւ կառուցել նոր ռեսուրսներ, մանկավարժների համար ուղեցույցներ կամ դասավանդման պլաններ։ Նաև ներգրավեցինք հեքիաթերեն ինտերակտիվ թատրոնին, հեքիաթերեն ինտերակտիվ թատրոնը բեմատկանացրեց մեր թարգմանած գրքերից մեկը, Կտկտ ջուտիկը, որ միջարաճճի ջուտիկի մասին պատմություն է, ջուտիկը մենակ մնալով տանը գաղտնի սկսում է օգտագործել համակարգիչը եւ կատարում է այնպիսի գործողություններ, որոնք նաև իր համար վտանգավոր են, օրինակ նկարում է ինքն իրեն, տեղադրում է նկարը ցանցում, այնուհետև ծանոթանում անծանոթ ճակերտավոր ջուտիկի հետ, գնում հանդիպման եւ պարզվում է, որ այդ ջուտիկը աղվես է։ Այս գիրքը եւ նաեւ թվային պոչը նաեւ լինում է, չի լինում առցանց, այս 3 գրքերը նախադպրոցական տարիքի երեխաների համար մեր առաջին արտադրանքներն էին, հանրային լրագրության ակումբի առաջին արտադրանքներն էին, դրանք հասանելի են առցանց, տպագրել ենք, նաև տպագիր տարբերակով, բաժանել ենք տարբեր նախադպրոցական հաստատությունների շրջանում, մանկավարժներին ենք տրամադրել, բայց միայն ռեսուրսները տրամադրելը բավականին քիչ է, դա քայլերից մեկն է, անհրաժեշտ է նաև աջակցել մանկավարժներին, զարգացնել կարողություններ, ստեղծել հնարավորություններ, որպեսզի նաև մանկավարժները կարողանան կիրառել այդ գրքերը իրենց դասերի ու պարապմունքների ընթացքում, այդ պատճառով նաև ստեղծեցինք ուղեցույցներ, թե ինչպես կարող են եւ մեր թարգմանած գրքերը եւ նաեւ
նախադպրոցական կրթական ծրագրերում արկա գրականության օրինակները երեխաների հետ քննարկել, վերլուծել հենց մեդիագրագիտության տեսակետից, հենց քննադատական մտածողությունը խթանելու համատեքստում։ Կան հմտություններ, որոնք նորմալ է, որ մարդիկ շատ վաղ տարիքում են, հա, սովորում, ասենք, չգիտեմ, տնից բակից մտարտում պետք է թաթիկները լվանալ, 2-3 տարեկան երեխաները սա գիտեն։ Մեդիա գրագիտության թվային անվտանգության ոլորտից որ կետերն են, որ տեսականորեն հնարավոր է այդ վաղ տարիքում հստակորեն մեկընդմիշտ մինչև կյանքի վերջ մարդու մոտ սերմանել։ Դուք շատ ճիշտ եք ասում, մենք չենք սպասում, որ մարդը դառնա 20 տարեկան, նոր իրեն սովորեցնենք, որ պետք է ձեռքերը լվալ, ատամները լվանալ, ամեն օր առավոտյան քնելուց առաջ մենք չենք սպասում, որ մարդը մեծանա, դառնա չափահաս, որպեսզի նրան օրինակ սովորեցնենք առողջ սննդակարգի այդ սովորույթները, հա, ամրապնդենք իր մեջ, նույնը նաև մեդիագրագիտությանն է վերաբերվում, մենք դրան պետք է վերաբերվենք հենց այդպես, որ մենք այսօր ուրիշ տեղ չունենք փախնելու մեդիայից, մեդիան մեր կյանքում է, շրջապատված ենք ամենուր մեդիայով, մեդիան դա եւ գովազդային հոլովակներն են, եւ վահանակներն են, եւ գրքերն են, եւ բուկլետներն են, ամեն ինչ, այն ուղերձները, որ մենք տեսնում ենք, կարող ենք շոշափել, լսել, սպառել, դա մեդիա է եւ դրա համար պետք է երեխաների հետ զրուցել։ Ամենակարևոր process-ն է մեդիագրագիտությունը զարգացնելու, զրուցել եւ նրանց հասկանալի ձևով բացատրել, որ որևէ բան սպառելիս, որևէ բան տեսնելիս, կարդալիս, առաջին հերթին նա պետք է տա հարցեր։ Եվ ամենակարևորը, որ այս զրույցի ճանապարհին մենք չառաջացնենք վախեր, այլ առաջացնենք քննադատորեն մոտենալու հմտություն։ Մենք կարծես թե սերնդակիցներ ենք եւ որքան հասկանում եմ, մենք վերջին սերունդն ենք, որը հիշում է աշխարհը առանց touch screen-ի, առանց GSM-ի, հա, մենք դա տեսել ենք։ Հա, այս նոր մարդիկ նրանք միանգամից լույս աշխարհ են գալիս մի միջավայրում, որտեղ աշխարհը հենց այդպեսին է, ինչի մասին որ դուք խոսում եք։ Ինչն է իրատեսական, հա, սովորեցնել այդ տարիքում երեխային, որ այնքը այդ սովորի ու մեկընդմիշտ դա լինի իր հետ։ Մենք օրինակ պետք է երեխաների հետ խոսենք գովազդի մասին, որովհետև երեխաները շատ հաճախ որևէ մուլտ դիտելիս, YouTube-յան ալիքով կամ հեռուստացույցով նրանք հաճախ նաև տեսնում են գովազդ։ Այդ գովազդները կարող են շատ տարբեր բնույթի լինել, բովանդակության լինել, եւ մենք պետք է երեխաներին սովորեցնենք տարբերակել գովազդը իր դիտած նյութից եւ բացատրել թե ինչու է այդ գովազդը այդտեղ հայտնվել, ինչ նպատակ ունի, ինչ գործողության կարող է դրդել այդ գովազդը մարդուն։ Պետք չէ նաև վախեր առաջացնել այդ գովազդի նկատմամբ, որովհետև հնարավոր է լինեն սոցիալական բարօրությանը բերող գովազդներ, օրինակ, հա, ասենք կարող է որևէ արշավի համատեքստում ինչ որ բարի գործ անելու դրթող բովանդակությամբ գովազդ լինել, հա, սոցիալական հոլովակ լինել։ Պետք է բացատրել ընդհանրապես երեխաներին, որ յուրաքանչյուր բան, որ ինքը նայում է, տեսնում է, սպառում է, լսում է, դրա հետևում կանգնած են մարդիկ կամ այսօր արդեն նաև արհեստական բանականության գործիքները, որոնք նույնպես մարդկանց սերքում են ի վերջո, հա, մարդիկ նույնպես արհեստական բանականությանը բովանդակություն են տալիս, որով ստեղծվում են հենց այդ նյութերը։ Սա շատ կարևոր է վաղ տարիքից եւ սա հնարավոր է։ Ես ինքս փորձել եմ այդ տարբերակումները փոխանցել իմ տղային եւ շատ բավականին վաղ տարիքից նա արդեն կարողանում է տարբերակել, սա գովազդ է, սա ոչ, բայց իհարկե դա միայն չի պաշտպանում նրան, ասենք թեկուզ այդ գովազդի վրա սեղմելիս, որովհետև այդ գովազդները կարող են առաջարկել տարբեր խաղեր, հա, ներբեռնել հեռախոսի կամ այլ թվային սարքի մեջ, կարող են արդեն ավելի մեծ տարիքում դրդել
այլ գործողությունների, որ կարող է վնաս տալ եւ կամ ֆինանսական կորուստներ կարող են կրել մարդիկ, ինչը մենք նաեւ տեսնում ենք հիմա շատ հաճախ։ Ձեր աշխատանքի կողմնակի էֆեկտներից հաճախ, հա, եթե ոչ այդքան զգուշ ես աշխատում, երբեմն ավելորդ կասկածամտությունն է, նույնիսկ այսպես դավադրապաշտական տեսությունների գիրկն ընկնել այ մեդիագրագիտության մեդալի հակառակ կողմում դա է, որտեղ է ողջամիտ բալանսը, ինչպես անել, որ մարդը իսկապես կյանքին, աշխարհին, այդ թվում եւ տեղեկատվությանը, ապրանքներին գովազդի վերաբերվի քննադատաբար, բայց զուգահեռաբար մնա առողջ, հա, ու դավադրապաշտական տեսությունների զոհել չդառնա, ինքն իր համար չսկսի ստեղծել այդ դավադրապաշտական տեսությունները։ Համաձայն եք, չէ՞ որ այդ խնդիրը կա, երբ շատ ինտենսիվ է։ Գիտեք, իհարկե խնդիրը կա եւ մեկ բառով ասած քարոզչական մեխանիզմների նկատմամբ, այսպես պաշտպանողական բարձիկներ ձևավորելու խնդիրն ունենք եւ այս ամենի հիմքում էլի քննադատական մտածողությունն է։ Ինչու են ես շատ կարեւորում կրթության եւ վաղ տարիքից, հա, կրթության, ֆորմալ կրթության միջոցով քաղաքացու մոտ քննադատական մտածողության զարգացումը, որովհետեւ հենց դրա բացակայությունն է, որ բերում է նաեւ այն բոլոր խնդիրներին, որի մասին դուք նշեցիք։ Շատ կարեւոր է, որպեսզի մենք ներմուծենք քննադատական մտածողության սկզբունքները յուրաքանչյուր առարկայում, որը որ դասավանդվում է, անգամ գրական ստեղծագործությունները մատուցելիս մենք կարող ենք խթանել այնպիսի զրույցներ, որոնք ի վերջո զարգացնում են մեդիագրագիտություն։ Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ։ Օրուելի բոլոր ստեղծագործությունները հիանալի նյութ են, որպեսզի մենք կարողանանք դրանց շուրջ զրուցել քարոզչության մասին, միտումնավոր մանիպուլյացիաների մասին, մեդիագրագիտության մասին։ Մենք գրականության մեջ ունենք շատ մեծ հարստություն եւ կարծում եմ, որ այդ հարստությունը դեռևս չի կիրառվում կրթական process-ներում այնպես, որպեսզի խթանի հենց մեդիագրագիտության հմտությունները։ Եվ այնպես չէ, որ այս խնդիրը արդիական է միայն Հայաստանում, այսօր ամենահարուստ եւ ամենազարգացած երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, նույնպես կրթության ոլորտում այդքան մեծ ներդրումներ չեն արվում մեդիագրագիտության հմտությունների զարգացման առումով։ Դրա համար օրինակ PBS-ը, որ ամերիկյան հանրային հեռարձակողն է, սկսել է բոլորովին վերջերս իր հայտնի մանկական շոուներից մեկով մի քանի էպիզոդների շարք, այսինքն մի ամբողջ սեզոն նվիրելու է մեդիագրագիտության հմտություններին եւ այդ շոուն հենց թիրախավորում է 6-ից 13 տարեկան երեխաներին, այսինքն կարևորությունը արդիական է այսօր ամբողջ աշխարհում եւ եթե մենք վերադառնանք նորից Հայաստան, այստեղ շատ կարևոր է, որպեսզի պետությունը մասնակցություն ունենա, որովհետև այդպիսի նախագծեր, ինչպիսին օրինակ PBS-ին է, հասարակական կազմակերպությունների ուժերից վեր են։ Այստեղ անհրաժեշտ է շատ լուրջ ներդրումներ, ֆինանսական ներդրումներ, որպեսզի կարողանանք ստեղծել այնպիսի բովանդակություն, որը մրցակից լինի մյուս այլ զվարճալի մեդիա բովանդակությանը, որոնց երեխաները շատ ավելի սիրով են տրվում, հա, մենք սովորաբար այսպես լուրջ թեմաները զվարճալի եւ իմաստալի ձևով ներկայացնելու միշտ խնդիր ունենք, որովհետեւ դժվար է զվարճացնել եւ խոսել լուրջ թեմաներից, բայց միջազգային փորձ կա եւ ի վերջո կարելի է այդ փորձը կիրառելով սկսել այստեղ Հայաստանում նույնպես նմանատիպ նախագծեր։ Քննադատական մտածողությունն այս թեմատիկայում թերևս ամենածանրակշիռ ու բարդ թեման է եւ որքան հասկանում քննադատական մտածողության մակարդակը բարձրացնող արագ ճանապարհներ չկան։
չկան, դա process է, նորից վերադառնանք ֆորմալ կրթությանը, շատ լուրջ փոփոխություններ, ռեֆորմների անհրաժեշտություն կա այդտեղ, օրինակ ասենք ես վերջերս հանդիպել եմ մի ուսուցչի, ով զարմացավ, երբ լսեց, որ Վիկիպեդիան չի կարող լինել վստահելի աղբյուր, այնինչ ասած մենք մեր երեխաներին, աշակերտներին միշտ խրախուսում ենք, որպեսզի օգտվեն Վիկիպեդիայից, շատ լուրջ անելիք կա, սա process է եւ ոչ ֆորմալ կրթության միջոցով, իրազեկման միջոցով եւ նաեւ հանրության շրջանում պոպուլյար ձևաչափերի միջոցով այդ ամենը պետք է համադրվի, որպեսզի կարողանանք տարբեր շերտերի մարդկանց, տարբեր տարիքային խմբերի մարդկանց մոտ խթանել այդ քննադատական մտածողությունը, որովհետև դրա բացակայությունը ստեղծում է նաև հենց խմբային մտածողության հետ կապված խնդիրները, ասենք խմբային մտածողության խթանող քարոզչությունը ի վերջո վնասակար է յուրաքանչյուր հասարակության համար։ Ամբողջը միշտ անմեղսունակ է, պատասխանատուն միշտ իհարկե առանձին վերցրած մարդն է, դա դուք ինքներդ ինչպես եք կողմնորոշվում այս մեդիա աշխարհում, այսինքն ունեք ներքին, այսպես չգիտեմ, ցուցիչ սանդաղակ մեթոդաբանություն, որը երբեմն օգտագործում եք չափելու քննադատական մտածողության ձեր աստիճանը, հասկանալու որքանով եք դուք անձամբ այս ահռելի փորձով adekvat այս հորձանուտում տեղի ունեցող իրադարձություններին։ Ինչի եմ հարցնում։ Ես շատ կուզեի, որ լիներ ինքնաախտորոշման ինչ-որ մի մեխանիզմ, որ մարդը, որի մոտ մի անգամ գոնե այդ հարցը առաջացել է, արդյոք ես բավականաչափ պատրաստված եմ այս ամեն ինչը սպառելու համար։ Ինքը այսպես 3-4 հարցով անընդհատ իրեն ինչ-որ կերպ դիրքավորել է այդ սանդղակի մեջ, ինչ կասեք։ Դուք ոնց եք հասկանում, ձեր մոտ նորմալ է ամեն ինչ, թե չէ։ Էմոցիոնալ ֆոնը չափում եք, չեք չափում։ Ընդհանրապես վերջին անգամ երբեք ինքներդ դուք, ասում բարդ է ձեզ մանիպուլյացիայի ենթարկել, բայց եւ այնպես վստահ եմ, որ հաստատ դեպք եղած կլինի վերջին տարիների ընթացքում, երբ դուք հասկանաք, որ այն պատմությունը, որը դիցուք շատ էմոցիոնալ եք տարել օրինակի համար, այ դուք այսօր մեդիա մանիպուլյացիայի զոհ եք դարձել, ի հեճուկս այդ ահռելի փորձի, որ ունեք։ Գիտեք, մեդիա մանիպուլյացիայի զոհ դառնալու դեպք առանձնապես հիմա չեմ կարող մտաբերել, որովհետև ես բազմաթիվ աղբյուրներ եմ այսպես թե այնպես կարդում, նույն տեղեկատվությունը մի քանի աղբյուրից եմ փորձում ճշտել, նաև երբեմն մեր լրատվամիջոցներում նույն նյութը, որ ներկայացված է հայերեն, այնուհետև անգլերեն, կարող է բովանդակությունը եւ շեշտադրումները շատ տարբեր լինեն, հա, եւ սա էլ է շատ հետաքրքիր ուսումնասիրության նյութ, ռուսերենով շեշտադրումները կարող են այլ լինել, անգլերենով այլ, հայերենով այլ, բայց հիմնականում իհարկե շատ զգուշավոր եմ ես մոտենում յուրաքանչյուր մեդիա բովանդակության եւ յուրաքանչյուր թվային աշխարհում ինձ հանդիպող նյութի։ Վերջերս օրինակ ինձ մի նամակ էր եկել, որ ԱՄՆ-ում Մուրադյան ազգանունը կրող ինչ-որ մի մեկը մահացել է եւ մեծ ֆինանսական կարողություն ունի եւ որ ինձ հետ կապ ունի եւ այդ Մուրադյանի ֆինանսական կարողությունները կառավարելու համար ինձ ֆինանսական մեծ կորպորացիայից խնդրում են, որպեսզի ես կապ հաստատեմ իրենց հետ եւ իհարկե միանգամից հասկանում ես, որ սա իրականությանը չի համապատասխանում, բայց ես ուսումնասիրեցի, թե ումից է եկել, ով է ինձ ուղարկել, այն կառույցը, որ ներկայացվում է, բավականին լավ աշխատանք էր տարվել, որպեսզի օրինակ այնպիսի մի անվանում հորինեն իրենց կորպորացիայի համար, որը շատ նման է մեկ տարի տարբերությամբ տարբերվում իրապես հայտնի ֆինանսական մի կորպորացիայից։ Կայքի հասցեն նույնպես բավականին նման էր այն մյուս ֆինանսական հայտնի կորպորացիային։ Վերջերս առավոտ օրաթերթի կեղծ կայք էին։ Այո, առավոտ օրաթերթի կեղծ կայքը։ AI-ով ռեպորտաժ գեներացրել։ Ես ավելի շատ ուսումնասիրում եմ մեխանիզմները, որով կարողանում են
փորձում են, հա, խաբել։ Մի քանի տարի առաջ ես անձամբ առնչվեցի մի դեպքի, երբ ինձ համար շատ մի վստահելի մարդու կողմից իբր թե Ֆրանսիայից ինձ հետ փորձում էին կապ հաստատել, այդպիսի տեղեկատվություն ինձ փոխանցեցին եւ ուզում են համագործակցել։ Այդ համագործակցության հետ կապված ինձ հետ կապվեցին, զանգ ունեցանք, բայց ոչ տեսազանգ, եւ ինձնից որոշակի տվյալներ էին խնդրում, այդ թվում եւ CV, եւ ես անմիջապես գործողությունների չեմ դիմում։ Հետո առաջին հերթին ես տանը քննարկում եմ, ամուսնուս հետ քննարկում եմ, ամուսինս մեր ոլորտից չէ եւ ինձ համար շատ կարեւոր է թարմ հայացք է։ Եվ ի վերջո մենք մի քանի ժամ շարունակ ուսումնասիրեցինք տվյալ մարդու տվյալները համացանցում, այն կազմակերպությունը, որից նա ներկայանում էր, նամակը գրեցի տվյալ կազմակերպությանը, հարցում կատարեցի։ Հաջորդ օրը ինձ պատասխան եկավ պաշտոնական եւ շատ հեղինակավոր կազմակերպություններ, որ տվյալ մարդը մեզ հետ կապ չունի, խնդրում ենք շնորհակալություն հայտնեցին եւ նա նաեւ Facebook-ում ներկայացված էր հենց այդ կազմակերպության որպես աշխատակից, այսինքն tag էր արված այդ կազմակերպությունը եւ իր պրոֆայլի մեջ այն երևում էր։ Կարճ համառոտ պատմելով, այսինքն այդ անձի հետևում շատ վտանգավոր այլ նպատակներ կային եւ բարեբախտաբար իմ արագ գործողությունների եւ այդ ինչ ասեմ թերահավատությունը գուցե շատ խիստ կասկածամտությունը ինձ օգնեց, որպեսզի բավականին լուրջ զեղծարարության զոհ չդառնայի։ Ես կարծում եմ, որ հիմա մեզ դա անհրաժեշտ է, այնպես խիստ կասկածամտությունը անհրաժեշտ է օդի ու ջրի պես, որովհետև մանիպուլյացիաները շատ հմտորեն են կազմակերպվում, հիշենք այնպիսի, ասենք, դեպքեր, որ եղավ վերջերս տարբեր բժիշկների հետ կապված, անգամ վերջերս ես մի քանի օր առաջ ի դեպ նույն այդ բժշկի տեսանյութի հետ կապված, որ զրուցում էինք, ինձ իմ ծանոթներից մեկն ասեց, հա, ես լսել եմ, իմացա, որ կեղծ էր, իմացա, որ չի մահացել, բայց իմացա, որ ավտոն վառել են։ Այսինքն միևնույնն է, երբ որ փաստերը ստուգվում են, մանիպուլյացիան բացահայտվում է, դա ներկայացվում է, դա չի հասնում այն մարդկանց ամբողջությամբ, կամ մարդիկ չեն կարողանում ամբողջությամբ չվստահել այդ կեղծ նյութին, միևնույն է ինչ որ մի մասին վստահում են, իսկ մյուս մի քանի մարդուց էլ լսել եմ, որ ասում են, հա, իմացանք, որ կեղծ է, բայց այդ դեղը որտեղից ճարենք։ Այդ գիտեք մի խոսք կար, քանի ճշմարտությունը դեռ հակնվում է, որ տնից դուրս գա, սուտը հասցնում է այսպես շուրջերկրյա ճանապարհորդություն գործել։ Մեզ մարդիկ են դիտում ակտիվիստներ քաղսեկտրից, որոնցից շատերը գուցե կուզեն այս թեմատիկայով զբաղվել, հետագա իրենց կարիերայի ընթացքում կուզեի շատ վերամբարձ պատգամ կամ բայց համարժեքը չեմ գտնում, մի խոսքով կարծում հասկացաք ինչի մասին է խոսքը, դուք տարիներ ի վեր այս գործի մեջ եք, ձեզ հիմա մարդ է լսում, ով գուցե հիմա այսպես մասնագիտական կողմնորոշման խնդիր է լուծում, մի լավ բան ասեք այդ մարդուն։ Մեր շարքերը մեդիագրագիտությամբ զբաղվող մասնագետների շատ քիչ են, շատ նոսր են եւ ես կուզենայի, որ նոր մասնագետներ ունենայինք եւ միանային մեզ, այնպես որ շատ կարեւոր է ուսումնասիրելը եւ շատ արագ է փոխվում ամեն ինչ, շատ ռեսուրսներ կան առցանց, որոնք կարելի է ուսումնասիրել, ոչ միայն հայալեզու, բայց ոչ հայալեզու, կարելի է ուսումնասիրել եւ նոր բովանդակություն ստեղծել։ Օրինակ, մեզ մոտ բացակայում է
վերլուծություն, հոգեբանական վերլուծություն, թե այս կամ այն մեդիա բովանդակությունը ինչպիսի հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ կամ ներգործել երեխաների կամ մեծահասակների վրա, հա, դաշտում մենք չունենք հետաքրքիր կոնտենտ եւ այստեղ ես նաեւ կոչ կանեի հոգեբաններին կամ մեդիա հոգեբանություն ուսումնասիրող մասնագետներին զբաղվել, հա, որովհետեւ ես գիտեմ, որ Հայաստանում կան հոգեբաններ, որ աշխատում են երեխաների հետ, ովքեր ունեն խնդիրներ, ու մոտ ձևավորվել են խնդիրներ մեդիաբովանդակություն սպառելիս, անհատական թերապիաների մակարդակում, որովհետև այդ խնդիրը առկա է, ինչու ունենք կարիք, որովհետև նաև ծնողները չունեն համապատասխան ռեսուրսներ կամ չկա այդպիսի նյութ, որ ուսումնասիրեն, օրինակ այս կամ այն խաղը, ինչպիսի հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ։ Խաղերը, մուլտերը, սերիալները, դրանք շատ մեծ տարածում ունեն եւ կարծում եմ, որ այն ինչ որ Հայաստանում պոպուլյար է, դրանց հետ կապված կարող էին եւ մեդիա ոլորտի մասնագետները եւ հոգեբանները համատեղ միասին ուսումնասիրել եւ ուղեցույցներ պատրաստեին ծնողների համար։ Ես շատ կուզենայի, որպեսզի մեր երկրում գործեր թեժգից ծնողների համար, քաղաքացիների համար, երբ նրանք բախվում են այս կամ այն խնդրի թվային աշխարհում մեդիագրագիտության հետ կապված կարողանան շատ արագ խորհրդատվություն ստանալ։ Մենք ունենք իհարկե Մարտ մեդիա, Սամվել Մարտիրոսյանի։ Ոչ միայն ինքը, դուք բոլորը որքան հասկանում, բայց ամենաշատ հարցումներ եւ այսպես հնչեղ անունը Սամվելինն է, բայց պետք է ինստիտուցիոնալիզացնել սա, կան երկրներ, որ ունեն այդպիսի թեժ գծեր, Ավստրիայում օրինակ կա նման մի բան, եւ սա շատ կարեւոր կարծում եմ գործիք կարող է լինել։ Հուսով եմ, որ քանի որ մենք ունենք ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարությունը, որ պետության կողմից ընդունված է, գուցեև այս առաջարկը հնարավոր լինի իրագործել այդ ռազմավարության համատեքստում։ Մենք չունենք երեխաների թիրախ լսարանի համար մեդիա գրագիտությունը խթանող բովանդակություն։ Ճիշտ է, այնինչ մենք արել ենք գրքեր, ուղեցույցներ մանկավարժների համար, դասապլաններ, երկու ուղեցույց ունենք, որտեղ նաև պարապմունքներ ունենք ներկայացված եւ դրանք հաստատված են իդեպ ԿԳՄՍ-ի կողմից, բայց վիդեո բովանդակություն չունենք, իսկ երեխաներն այսօր ավելի հաճույքով վիդեո բովանդակություն են դիտում։ Շնորհակալություն Սեյդա Մուրադյան, հանրային լրատվության ակումբի նախագահ։ Ես եմ շնորհակալ։